Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 15-ն է, սա արդեն վերջաբող երկրորդ հաղորդումն է, այս պահին կարծես մեկնարկելու է Ստամբուլում հանդիպումը ուկրաինական և ռուսական կողմի միջև, այդ հարցին մի փոքր ուշ կանդրադառնանք, բայց հիմա քննարկելու ենք Հայաստանին վերաբերող հարցեր ավանդության համաձայն, ինչպես նաև շատ կարևոր հարց ունենք քննարկելու, այն հայտարարությունները պետք է քննարկենք, որը որ ստանում ենք Իրանից և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից, Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթացող այդ բանակցային գործընթացից, կարծես թե ունենք բավականին կարևոր հաջողություն, ինչը բնականաբար մեզ համար ևս չափազանց կարևոր է։ Հիշեցնեմ արագ հավանելու կոճակի մասին և անցնենք առաջ։ Առավոտյան արդեն ասել էի, որ հանդիպում է տեղի ունեցել Կայա Կալասի և Արարատ Միրզոյանի միջև, շատ հետաքրքիր հաղորդագրություն է տարածել Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը, հաստատի Կայա Կալասի և Արարատ Միրզոյանի հանդիպման մասով 2-3 բառ է, բայց ընդհանուր առմամբ շատ կարևոր է։ Եվ այդ հաղորդագրության մեջ գրված է, որ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Եվ դրանից բացի այնտեղ նշված է, որ քննարկվել են Եվրամիության աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Հիմնական նախադասությունը այստեղ, որը որ իմ ուշադրությունը գրավեց, այն է, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպով, ինչը նշանակում է, որ Եվրամիությունը փաստացի շատ լավ դրական գնահատական է տալիս, թե ինչ տեմպով են խորանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները։ Դա շատ կարևոր գնահատական է Եվրամիության կողմից, իրոք չափազանց կարևոր գնահատական է, այն էլ այդ չարաբաստիկ շքերթից հետո, որին որ մասնակցեց Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ հարցը, որը որ կուզենայի քննարկել, արդեն մի քանի օր է հայկական համացանցում և լրատվամիջոցներում քննարկվում է, հարցը վերաբերվում է հայկական կոնյակի սպիրտի արտահանման խնդիրներին, որոնք որ առաջացել են Վրաստանում։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե ինչի հետ է կոնկրետ սա կապված, այսինքն ունեմ պատկերացումներ, բայց չեմ շտապի արտահայտել այդ պատկերացումների շուրջ կարծիքս, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանում ունի դեսպանատուն, որը որ պետք է շատ ակտիվ զբաղվի այսպիսի մանր-մունր հարցերով։ Սրանք իրոք շատ մանր-մունր հարցեր են, բայց որ մինչև հիմա չեն կարողացել այդ հարցը լուծել, իրոք զարմանալի է, ես որքան հասկանում եմ, այդ կոնյակի սպիրտը տարանցիկ ձևով պետք է անցնի Վրաստանից Ռուսաստան և որևիցե խնդիր չպետք է առաջանա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս ասում է, որ անհասկանալի է, թե ինչու է այդ ամենը առաջանում և առաջիկայում նա անձամբ այցելելու է Վրաստան, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում։ Իմ պատկերացմամբ այս հարցով շատ լուրջ պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ահա սա կոնկրետ արդեն իրենց գործն է, եւ ոչ թե մեր հասցեին գնալ Հայաստան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ինչ որ պակլյոպների միջոցով բողոքներ փոխանցելը, այս սա կոնկրետ իրենց վերաբերվող գործ է եւ ոչ թե մեր արած գործը, որը որ մենք անում ենք Վրաստանում, ի նպաստ Վրաստանի եւ Հայաստանի։ Մենք միշտ էլ խոսել ենք հայ-վրացական հարաբերություններից, մեզանից շատ չեմ կարծում, որ որևիցե մեկը խոսում է հայ-վրացական հարաբերություններից, սա կարող է 1-2 հոգի, բայց հաստատ ոչ ավել, եւ մենք գրեթե միշտ անդրադառնում ենք հայ-վրացական հարաբերություններին, փաստերով հստակ նշելով, թե որքան կարեւոր է մեր ժողովուրդների համար հայ-վրացական բարեկամությունը, որքան կարեւոր է մեր պետականության, մեր պետությունների կայացման համար հայ-վրացական հարաբերությունները որքան կարեւոր են։ Եթե մենք սկսենք խորանալ ահա այսպիսի հարցերի մեջ, բնականաբար հանրության ուշադրությունը մի քանի անգամներով աճելու է ահա այս հարցերի շուրջ, բայց ես կարծում եմ, որ ահա այս հարցերը, ոչ թե մեր գործունեությունը, այս հարցերը կոնկրետ վերաբերվում են Հայաստանի Հանրապետության դեսպանատանը եւ ահա այդպիսի փոքրիկ հարցերը իրանք պետք է կարողանան լուծել նույնիսկ առանց մեր օգնության։ Կրկնեմ, եթե մենք խոսում ենք այս մասին, տասնյակ հազարավոր մարդիկ են տեղեկանում, որ ահա այսպիսի խնդիր գոյություն ունի եւ ավելի շատ մեծ ուշադրություն է սկսում սևեռվել այդ խնդրի լուծման վրա։ Բայց քանի որ իրենց միջոցով այդպիսի քաղաքական գործիչների, դիվանագետների միջոցով մեզ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ընտրել են շրջանցել Վրաստանին վերաբերվող
սուր հարցերը, ապա մեծ սիրով թողնում ենք իրենց կոնկրետ, որպեսզի իրենք կարողանան լուծել այդ խնդիրը։ Կարծում եմ, որ սա շատ մեծ հարց չէ, շատ լուրջ հարց չէ, եւ դեսպանը պետք է որ իր վիճակի լինի լուծել այս հարցերը, այս փոքր մանր հարցերը, որոնք որ այնուամենայնիվ շատ տհաճ են մեր ժողովուրդների համար։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ։ Ինչպես գիտեք, ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ստամբուլում տեղի ունենալու եւ արդեն սկսվում է այդ հանդիպումը, բանակցությունները սկսվում են, նախ նրանք պետք է սկսվեին առաջին տեղեկության համաձայն առավոտ ժամը 10-ին, հետո ցերեկը, եւ հետո տեղեկություն ստացվեց, որ էլի են հետաձգել այդ հանդիպումները եւ հիմա որքան ես հասկանում եմ, հաղորդագրություն կար, որ արդեն մեկնարկում են այդ հանդիպումները։ Զելենսկին է արել այդ առումով մի քանի հայտարարություն, ասելով, որ ռուսական պատվիրակության մակարդակը կարծես ձևական է, իսկ Սերգեյ Լավրովը փորձել է վիրավորել Զելենսկիին, հասկացնելով, թե ով է Զելենսկին, որ նրա հետ ընդհանրապես հանդիպի Վլադիմիր Պուտինը։ Զելենսկին, ինչպես եւ հայտարարել էր, այցելել է արդեն Թուրքիա եւ Անկարայում տեղի ունեցել նրա հանդիպումը Էրդողանի հետ, որը տևել է 3 ժամ։ Ասեմ, որ հələ կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք որ հույս են փայփայում, որ Վլադիմիր Պուտինը վաղը կարող է այցելել Ստամբուլ, չգիտեմ որքանով իրատեսական է, կարծում եմ, որ այդքան էլ իրատեսական չէ։ Թրամփը ուրիշ հայտարարություն է արել, ուղղակի ամեն մի հայտարարությունից կարելի է մի հատ լավ ժապ տալ, քանի որ այսպեսի հայտարարություն է արել, որ ինչի պետք է Վլադիմիր Պուտինը մեկներ Ստամբուլ, եթե ես չեմ մեկնում Ստամբուլ։ Այսինքն այդ հայտարարությամբ ոչ թե Թրամփը արդարացնում է Վլադիմիր Պուտինին, այլ ասում է, թե ես եթե չեմ մեկնել Ստամբուլ, ինչու պետք է Վլադիմիր Պուտինը մեկներ Ստամբուլ, բայց իրականում այն է, որ նա բազմիցս հայտարարել էր, որ եթե Վլադիմիր Պուտինը մեկնում է, հնարավոր է ինքն էլ մեկնի Ստամբուլ։ Իսկ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ես այստեղ եմ եւ կարծում եմ, որ դա բավականին խոսուն փաստ է։ Այսինքն Զելենսկին եկել է, Պուտինը չի եկել այդ հանդիպմանը։ Ինչի մասին է խոսում ենք, բայց այստեղ կա խոսք այն մասին, որ Զելենսկին էլ չէր ուզում գալ եւ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, բայց ամերիկյան եւ եվրոպական կողմերը փորձել են համոզել եւ դա ստացվել է Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ Զելենսկին այնուամենայնիվ ժամանել է Ստամբուլ։ Հաստատի այս փոքր խաղի մեջ Զելենսկին կարելի ասել, որ ինչ որ միտեղ հաղթանակ է տանում Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ամբողջ աշխարհին ցույց տալով, որ ինքը չի վախենում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ լուծել ռուս-ուկրաինական պատերազմը։ Իսկ Մեդինսկին, որ ներկայացնել է Ռուսաստանը բանակցությունների ժամանակ, հայտարարել է, որ Ռուսաստանը նույնիսկ հնարավոր է գնա որոշակի զիջումների այդ բանակցությունների ընթացքում։ Այսինքն փորձում են հիմա լավ տպավորություն ստեղծել, որ իրենք կողմ են, որպեսզի այդ հակամարտությունը ավարտվի։ Հետաքրքիր դիրքորոշում է սկսել հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կրկին նշեմ, որ ինձ թվում է, այսինքն տարբեր տեղերից է որ ստանում ենք տարբեր հաղորդագրություններ, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին սկսել են փապկացնել իրենց դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Մեմ կարծրացնում են, մեմ փապկացնում են եւ հիմա Bloomberg-ի հաղորդմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են վերագործարկել ՆԱՏՕ-Ռուսաստան այդ խորհուրդը, որը որ գոյություն ուներ, չնայած նրան, որ բազմաթիվ երկրներ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ դեմ են, բայց դա արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որպեսզի փորձեն կարգավորել ռուս-ուկրաինական պատերազմը։ Այսինքն Ռուսաստան, ՆԱՏՕ այդ խորհուրդը փորձում են վերականգնել։ Չգիտեմ ինչքանով իրատեսական է, բայց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի առաջարկ են անում, դա արդեն հետաքրքիր է։ Եվ ասեմ նաև մասամբ ինչու է փապկացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները իր դիրքորոշումը, օրինակ Թրամփի նոր հայտարարությունը այն է, որ ինքը ասում է Դոնալդ Թրամփը իր կարծիքով, եթե հանդիպում տեղի ունենա իր եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, դրանից կարող է կախված լինել այդ հակամարտությունը լուծում կստանա թե չէ։ Այսինքն Դոնալդ Թրամփը հիմա էլ կարծում է, որ միայն իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ կարող է ավարտ տալ այդ պատերազմին։ Այսինքն դիրքորոշման հապկացումը հենց դրա մեջ եմ նկատում։ Եթե փորձում էին վերջնագրերով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, սպառնալ նոր պատժամիջոցներով, կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է խոսքը, հիմա կարծես կրկին Դոնալդ Թրամփը սկսել է տեղ թողնել եւ բավականին լուրջ տեղ թողնել Ռուսաստանի Դաշնության համար։
Եվ վերջերս շատ լուրջ ձևով Դոնալդ Թրամփը սկսել է կենտրոնանալ երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա, ասում է կրկին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են տարել հաղթանակը, կոնկրետ իրենք են տարել հաղթանակը եւ մնացածները օգնել են իրենց։ Ճիշտ հակառակն է երևի պատկերացմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր օգնություն են ցուցաբերել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շատ կարևոր, առանց այդ օգնության իրոք կարող է հաղթանակ տեղի չունենալ, բայց ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են տարել հաղթանակ եւ ոչ թե բոլոր դաշնակիցները միասին, չգիտեմ, ինչպես ուզում եք դա գնահատեք, բայց ես չեմ համարում, որ դա ճիշտ է, եւ Թրամփը շարունակում է իր միտքը ասելով, որ մենք ունենք մայիսի 8-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը մեծ շուկով նշում են երկրորդ համաշխարհային պատերազմի օրը, ասում է, որ իրենք էլ պետք է նշեն, նաեւ ունեն նոյեմբեր ամիսը, որտեղ որ նշվում է առաջին համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը։ Ասում է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չտանեին հաղթանակ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ապա հնարավոր է հիմա շատերը խոսեին կամ գերմաներեն կամ ճապոնա-գերմաներեն, հետաքրքիր հումոր ունի, բայց Դոնալդ Թրամփը շատ հետաքրքիր, ամենայն անկեղծությամբ իմ դուրը գալիս է մեկ-մեկ իր հումորը։ Հիմա գանք կարծում եմ ամենակարևորին իմ համար, ամենայն դեպս ամենակարևոր հարցը հիմա այն է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեն եւ այդ առումով շատ կարևոր հայտարարություններ ունենք թե Իրանից եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես արդեն ասեցի։ Ուրեմն Այաթոլլահ Համինեի խորհրդականը, քաղաքական հարցերով խորհրդական Շամխանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հրաժարվել ուրանի ել ավելի հարստացնելուց եւ այդ չափից դուրս հարստացված ուրանից պատրաստ է ձերբազատվել, բայց նույն ժամանակ ինքը ուզում է պահպանել հարստացված ուրանը այն չափով, որպեսզի կարողանա այն օգտագործել խաղաղ նպատակներով, այսինքն ռումբի համար, ատոմային ռումբի համար Իրանին հարստացված ուրան պետք չէ։ Դրանից բացի Թեհրանը պատրաստ է թույլ տալ միջազգային դիտորդներին գալ եւ տեսնել, թե ինչով է զբաղված Իրանը, թե ինչպես Իրանը խաղաղ նպատակներով հարստացնում է ուրանը։ Եվ ինչպես հայտնում է Reuters-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը շատ մոտ են ատոմային համաձայնագիր կնքելուն, ատոմային այդ խնդրի շուրջ համաձայնագիր կնքելուն, որպեսզի ավարտվի այդ խնդիրը իրենց միջև, մեկ-մեկ ես ռուսերենից եմ ուղիղ թարգմանում, դրա համար ներող կլինեք սիրելի հայրենակիցներ, ասելով, որ Թեհրանը որոշ չափով արդեն համաձայնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկությունների հետ։ Ինչ ունենք այս երկու հայտարարություններից, Դոնալդ Թրամփի հայտարարությունից եւ Այաթոլլահի խորհրդականի քաղաքական հարցերով խորհրդականի հայտարարություններից բարձ է դառնում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, կարևոր է նշել նախնական պայմանավորվածություն եւ ոչ թե վերջնական պայմանավորվածություն, որ Իրանը չպետք է հարստացնի ուրանը չափից ավել եւ այն հարստացված ուրանը, որը որ չափից ավել է հարստացված եւ արդեն ատոմային ռումբ ստեղծելու մոտ է, այդ ամենից պետք է ձերբազատվի այդ ուրանից, իսկ մնացած ուրանը, որը որ պետք է խաղաղ նպատակներով ատոմային ծրագիրը զարգացնելու համար, Իրանը չի պատրաստվում հրաժարվել, բայց նույն ժամանակ միջազգային դիտորդներ է պատրաստ ընդունել, որպեսզի ամբողջ աշխարհը համոզվի, որ Իրանը այդ ուրանը հարստացնում է կոնկրետ խաղաղ նպատակներով։ Եվ սա շատ կարևոր եւ ուրախալի լուր է մեզ համար։ Կարծում եմ, որ սա արդեն որոշակի օպտիմիզմի հույս է ներշնչում մեր համար, եւ ես միշտ էլ նշել եմ, որքան ստաբիլ լինի Հայաստանի հարավային հարևանը Իրանը, այնքան ստաբիլ է լինելու իրավիճակը նաեւ Սյունիքում եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական սահմանն, եւ այս առումով չափազանց կարևոր է, որ համենք այսպիսի հայտարարություն ունենք։ Հիմա տեսնենք, թե ինչպես կընթանան ռուս-ուկրաինական բանակցությունները, հուսանք, որ այնտեղ եւս որոշակի լավ տենդենս կգրանցվի, այսքան էլ լավատես չեմ բազմիցս նշել եմ, բայց այնուամենայնիվ հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։